Ճիշտ ասած Հայաստանի Հանրապետությունում մոդուլային ատոմակայան կառուցել ես նման հնարավորություն կամ նման տեսլական չեմ պատկերացնում, թեկուզ մոտ եւ հեռու ապագայում չի կարող նման բան երբևիցե լինել։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն է, որի հենքում ընկած չի թե տնտեսական, թե քաղաքական գործոնը, որովհետև շատ հայտարարություններ մենք պարբերաբար 8 տարի լսում ենք Նիկոլ Փաշինյանի շուրթերից եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պարզապես սևոսպիտակի վրա թղթի վրա գրված են մնում։ Եվ սա հերթականն է լինելու։ Ուղղակի մտավախությունը ավելի հեռուն է, տեսեք։ Հայաստանի Հանրապետությունը ինքը համարվում է ատոմային երկիր։ Եվ 93 թվականին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԳԱՏԷ-ի անդամ է։ ՄԱԳԱՏԷ-ն դա միջազգային կառույց է, որտեղ կան երկու հստակ խաղի կանոններ։ Առաջին, ատոմային երկիր կամ ատոմակայան ունեցող երկիրն է անդամագրվում, կամ առհասարակ ատոմային երկիր չեն համարվում, բայց անդամագրվում են այդ կառույցին, եւ պայմանը հետեւյալն է՝ ատոմային զենք չունենալ եւ զենք եթե ունես իսկ չտարածել, եւ երկրորդ եթե դու ունես ատոմակայան, համագործակցում ես այդ կառույցի հետ, ել ավելի զարգացնելու, կատարելագործելու եւ խորացնելու համար։ Այսօր աշխարհում շուրջ թվով 35 պետություններ կան, որոնք ունեն ատոմակայան, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությունն է, եւ 26 թվականին ատոմակայանը իր լիցենզիայի շահագործման ժամկետը լրանում, եւ մենք պետք է հերթական 10 տարին երկարացնենք, որ կարողանանք ունենալ էներգետիկ անվտանգություն եւ էներգետիկ ինքնաբավություն, այսինքն էներգետիկ ճգնաժամի մեջ չհայտնվենք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության ատոմակայանը, որպես այդպիսին, մեծամորի ատոմակայանը, որը Երևանից գտնվում է 36 կիլոմետր հեռավորության վրա, 1966 թվականին որոշվեց, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ատոմակայան կառուցվի, 69 թվականի ներողություն, եւ Հայաստանի Հանրապետությունում խորհրդային Հայաստանի մասին է խոսքը, 1976 թվականին Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ատոմակայանը պատրաստ էր եւ հանձնվեց շահագործման, եւ 82 թվականին երկրորդ ատոմային բլոկը, եւ Հայաստանի Հանրապետությունը արդեն շուրջ 50 տարի ատոմային երկիր է համարվում, այնքան որքան այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետի տարիքն է, Նիկոլ Փաշինյանի։ Սա մեկ տարի 50։ Ну, մոտ 50 տարի։ Ահա։ Հիմա տեսեք, եւ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով ատոմային երկիր, ոչ միայն իր ինքնաբավությունը ապահովեց շուրջ 50 տարի, այլ նաև ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող կառույց է ատոմակայանը, անվտանգային գործոն է ատոմակայան, եւ բազմաթիվ երկրներ կցանկանային ունենալ ատոմակայան, ոչ միայն իրենց էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար, այլ նաև իրենց երկրի ռազմաստրատեգիական նշանակությունը դերը բարձրացնել տարածաշրջան եւ անվտանգությունը ապահովել։ Հիմա հարց, Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխանակ պայմաններ ստեղծի, որ Հայաստանի Հանրապետության ատոմակայանը եւս 10 տարի շահագործման լիցենզիան ունենա, եւ այս 10 տարվա ընթացքում նոր ատոմակայան կառուցենք, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ։ Դրա վառ օրինակը եղավ այն ժամանակ, երբ որ 88 թվականին մեծ երկրաշարժը տեղի ունեցավ, Հայտ աղետի գոտի հասկացությունը հայտ եկավ, եւ անվտանգության գործոնից ելնելով խորհրդային իշխանությունները որոշեցին, որ Հայաստանի մեծամորի ատոմակայանը պետք է կանգնեցվի։ Այսինքն աշխատանքը կանգնեցվի ելնելով վտանգից, ռիսկից, որ կարող է երկրաշարժը հերթական անգամ տեղի ունենա եւ մեծավորի ատոմակայանը վտանգի տակ է հայտնվում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերելով իշխանություն, աղետի գոտի, պատերազմ, շրջափակում եւ որոշում կայացվեց, որ Հայաստանի մեծամորի ատոմակայանը վերագործարկվի եւ վերագործարկվեց 95 թվականին եւ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ ճգնաժամից դուրս եկավ, սկսեց տնտեսությունը շնչել։ Հիմա հարց, երբ որ մենք խոսում ենք մոդուլային ատոմակայան կառուցելու եւ ավանդական ատոմակայան կառուցելու կամի մեջ, ես ինքս, ասենք, ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, բայց զուտ լինելով տնտեսագետ, կառավարման փորձագետ, ինձ համար ուսումնասիրելով այդ ոլորտը իրականում խորապես, ինձ համար նախընտրելի է ավանդական մեթոդներով, այսինքն նոր ատոմակայան կառուցել
քանց թե մոդուլային։ Տեսեք, միայն Հայաստանի Հանրապետության ատոմակայանը այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի կամ էլեկտրաէներգիա արտադրելու process-ում շուրջ 30%-ն է կազմում այս պայդրությամբ։ Միայն 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 10 միլիարդից մի փոքր ավելի ժամ էլեկտրաէներգիա, կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, եւ որի 33-34%-ը ջերմաէլեկտրոկայաններն են արտադրել, 30% ատոմակայաններն են արտադրել, 21% հիդրոէլեկտրակայաններն են արտադրել եւ 16% արևային էլեկտրակայաններն են արտադրել։ Դուք հասկանում եք ատոմակայանի դերն ու նշանակությունը մեր էներգետիկ անվտանգության եւ ինքնաբավության մեջ։ Շուրջ 30%, բայց մենք կարող ենք ամենաէժան կարծեմ էներգիաները հիդրոէլեկտրակայանները, իսկ ասենք երկրորդ տեղում ատոմային, էլեկտրակայաններն, բայց այստեղ խնդիրը միայն էլեկտրաէներգիա արտադրելու մեջ չէ, խնդիրը այստեղ հեռանկարայինն է։ Մեր ատոմակայանը, որ կառուցվեց, 30 տարվա ժամկետով էր կառուցվել եւ 96 թվականին լրացավ այդ 30 տարին եւ կառավարությունը որոշում կայացրեց երկարացնել համագործակցելով Ռուսաստանի հետ։ Այսօր պարզ է, որ Ռուսաստանը աշխարհում առաջատարն է ատոմային էներգետիկայի ոլորտում, ատոմային էներգետիկայի զարգացման ոլորտում առաջատարն է եւ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում մեր ատոմակայանի ժամկետը 10 տարով երկարացվեց մինչև 2016 թվականը եւ 2023 թվականին գույք պարքի դիմաց գործարքի մեջ նաեւ ատոմակայանի կառավարման իրավունքը հանձնվեց Ռուսաստանի Ռոսատոմին եւ Ռուսաստանի Ռոսատոմը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում, հատկապես ատոմակայանի ոլորտում բավականին մեծ ներդրումներ արվեց, վերազինելով եւ այլն։ Եվ 26 թվականին հերթական 10 տարին երկարացվելով, հիմա 26 թվականին այս տարի պլանավորված է, որ 5 ամսով ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է պլանային վերազինման, թարմացման, եւ հագեցվածության համար։ Այո, դա նորմալ process է։ Եվ նորից վերագործարկվելու է։ Խնդիրը նրանում է, որ մենք պետք է եւս 10 տարի գոնե ատոմակայանի գործունեությունը, երկարացնենք, որպեսզի կարողանանք նորը կառուցել։ Բայց չի նախատեսում, կարծեմ նախատեսում է եւս 10 տարով երկարացնել, այդպիսի որոշում կա։ Այդպիսի որոշում կա, բայց հիմա տեսեք, երբ որ Ամերիկայի փոխնախագահան գալիս է Հայաստանի Հանրապետություն եւ մենք խոսում ենք մոդուլային ատոմակայանի կառուցման հետ կապված կամ ամենայն դեպս քաղաքական որոշում կա, այստեղ հարց է առաջանում, մենք մեր մեծամոլի ատոմակայանը ենթադրենք, եթե 10 տարով անգամից շահագործումը երկարացրեցինք, մոդուլային ենք կառուցելու, թե ավանդականը։ Տեսեք, այսօր աշխարհում շուրջ 193 ատոմակայան կա, 440 էներգա բլոկով։ Եվ 54-ը կառուցման ընթացքում է եւ 201-ը փակվել են ֆիզիկապես եւ բարոյապես մաշվածության արդյունքում, այն որ ասում եմ մեր ատոմակայանը 30 տարվա ժամկետայնությամբ պետք է շահագործվեր։ Հիմա տեսեք, միայն Չինաստանում 19 ատոմակայան է կառուցվում, որից մեկը մոդուլային։ Այդ մոդուլայինը ոչ թե նոր հասկացություն է, ոչ, դա եղել է բոլոր ժամանակներում, այսպես ասած, երբ որ այդ առաջի ատոմակայանը կառուցվեց 1954 թվականի Խորհրդային Միությունում, եւ դրանից հետո երկրները սկսեցին ատոմակայանի ուղղությամբ բավականին խորը, ասենք, մասնագիտական վերլուծությունների արդյունքում որոշումներ կայացնելու արդյունքում ունեցան ատոմակայաններ, շուրջ 35 պետություն այսօր։ Եվ եկեք չմոռանանք, մեր հարևան Թուրքիայում նույնպես 2-3 ատոմակայան է կառուցվում Ռուսաստանի կողմից, Չինաստանը նույնպես կառուցում է, Ֆրանսիան նույնպես կառուցում է, Ամերիկան նույնպես կառուցում է։ Եկեք ավելի այսպես խորը գնանք։ Միայն Ամերիկան ունի 93 ատոմակայան։ Բայց ոչ մեկը մոդուլային չեն։ Ոչ, Չինաստան ունի 57 ատոմակայան, Ռուսաստան ունի մոտ 37 ատոմակայան, Ֆրանսիան ունի 55 ատոմակայան, Պակիստան ունի 9 ատոմակայան, Բելարուսը արդեն ունի ատոմակայան, որը ռուսներն են կառուցել։ Ատոմակայանը ինքը իրենից վտանգ չներկայացնող եւ հուսալի եւ մաքուր էլեկտրաէներգիա արտադրող կառույց է։